Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզիշքյանը ապրիլի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն։ Տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզիշքյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի ունեցել նախագահ Իլհամ Ալիևի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզիշքյանի սահմանափակ կազմով հանդիպումը։ Ադրբեջանը, որը դարձել է համաշխարհային հարավի հզոր ձայնը, այս հարթակի ստեղծումը Բաքվում համարում է որպես բարձր գնահատական, չմիավորման շարժմանը եւ նրա գործունեությանը COP29-ում նախագահության ընթացքում։ Ես հավատում եմ, որ գլոբալ հարավ ոչ կառավարական կազմակերպությունների հարթակը մեծ ներդրում կունենա մեր ժողովրդների ձայնը լսելու դարձնելու, դրանց դիրքորոշումները համաշխարհային հանրությանը հասցնելու, ինչպես նաև նրանց իրավունքները պաշտպանելու եւ ապահովելու գործում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գլոբալ հարավ ոչ կառավարական կազմակերպությունների հարթակի հիմնադիր համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում։ Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից գլոբալ հարավի եւ գլոբալ հյուսիսի միջև ակտիվ երկխոսության ստեղծումը, այդ թվում փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումը եւ կոնսենսուսի հասնելու համար նրա շարունակական հավասարակշռող դիրքորոշումը, որին տարիներ շարունակ դժվար էր հասնել, հանգեցրել են COP29-ի ընթացքում Բաքվի առաջընթացի ձեռքբերմանը։ Մենք պատմական հաջողությունների հասանք COP29-ում, որը կազմակերպել էր Ադրբեջանը եւ որին մասնակցել են 197 երկրներից շուրջ 80,000 մասնակիցներ, եւ մեր երկիրը իրավացիորեն հպարտանում է COP29-ի ժառանգությամբ, ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Ապրիլի 28-ին ժամը 00:25-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ճամբարակի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից հրաձգային զենքերից կրակ էին ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը։ Այս մասին ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները նշված ուղղությամբ ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ։ Մի շարք ոլորտներում համագործակցությունը կարող է նպաստել Ադրբեջանի եւ Իրանի միջև կապերի ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզիշքյանը, ASTV-ին տված հարցազրույցում խոսելով Ադրբեջան իր այցի մասին։ Պետության ղեկավարը նշել է, որ Իրանի եւ Ադրբեջանի միջև համագործակցության ոլորտները շատ լայն են։ Ինչ պետք է անեն երկու հարևան եւ եղբայրական ժողովուրդները միմյանց հետ հարաբերություններում։ Մեր ողջ արկա ներուժն ու կարողությունները կարող են օգտագործվել տնտեսության, արդյունաբերության, գիտության եւ այլ ոլորտներում փոխադարձ կապերի զարգացման համար։ Մենք չենք նախատեսում որևէ սահմանափակում երկու երկրների միջև համագործակցության ոլորտներում։ Քայլերից մեկը կարող է լինել խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը։ Կարելի է նաև քննարկել համալսարանների եւ բուհերի դասախոսների միջև կապերի ամրապնդումը։ Բացի այդ, մենք կարող ենք համագործակցել առողջապահության, դեղագործության եւ բժշկական ապահովման ոլորտում։ Համատեղ քայլեր կարող են ձեռնարկվել առևտրի եւ համատեղ նախագծերի շրջանակներում, ընդգծել է Իրանի նախագահը։ Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքը դարձել է Ադրբեջանում համատեղ նախագծերի մաս։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Յուլերը։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքը ոչ միայն արդյունավետորեն օգտագործվում է, այլև դարձել է համատեղ նախագծերի մաս աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, Ադրբեջանից մինչև Ինդոնեզիա, Կատարից մինչև Լեհաստան, ասել է նա։ Նախարարի խոսքով Թուրքիան ամրապնդում է իր տեղն ու աշխարհաքաղաքական դիրքը համաշխարհային անվտանգության ճարտարապետության մեջ։ Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի կողմից օկուպացված տարածքների ազատագրման պայքարում ոչ միայն ռազմական հաջողություն էր, այլև պատմական արդարության վերականգնման օրինակ։ Այս հաղթանակի ֆոնին պաշտոնական Բաքուն ռացիոնալ քայլեր է ձեռնարկել երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ, իսկ Երևանում, որտեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ռազմավարական փոխգործակցությունը վաղուց անտեսվել է, գալիս է նրա համոզմանը, որ հարևան երկրների հետ համագործակցությունը տարածաշրջանում կայունության գրավականն է։ Այս մասին ասվում է Հաջի Բայրամ Վելիի անվան Անկարայի համալսարանի դասախոս դոցենտ Էրսին Օրալիի Ստար թերթի շաբաթօրյա համարում հրապարակված նյութում։
Ադրբեջանական ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ ցանկացած համբերություն սպառվում է, գրում է հեղինակը։ Օրալն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումը կարևոր քայլ կլինի ոչ միայն երկու երկրների համար, այլև նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի պատմության մեջ։ Կայացել է Լաչինի օդանավակայանի թռիչքուղուց առաջին փորձնական թռիչքը։ Թռիչքը իրականացրել է Ազալի ֆիրմային գունազարդմամբ Gulfstream DB ինքնաթիռը, որի վրա կրված է Ադրբեջան։ Հիշեցնենք, որ Լաչինի օդանավակայանը կունենա բետոնի թռիչքուղիներ եւ ղեկուղիներ, կառավարման աշտարակ եւ օդանավակայանի տերմինալի գլխավոր շենք։ Լաչինի միջազգային օդանավակայանը կդառնա Ղարաբաղում կառուցվող երրորդ միջազգային օդանավակայանը։ Դրա հիմքը դրվել է 2021 թվականին Գերագույն գլխավոր հրամանատար նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականին։ Օդանավակայանը թռիչքուղին կունենա 3000 մետր երկարություն եւ 60 մետր լայնություն եւ կկարողանա սպասարկել ժամում մինչեւ 200 ուղևորի։ Այսօր Խոջալու քաղաք է վերադառնում նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը՝ 33 ընտանիք, 137 մարդ։ Հայրենի հողեր վերադարձող ընտանիքները երախտագիտություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, համակողմանի պետական հոգատարության համար, ինչպես նաև ադրբեջանական Քաջարի բանակին, հերոս զինվորներին եւ սպաներին, որոնք ազատագրել են մեր հողերը օկուպացիայից։ Նշենք, որ ներկայումս Ղարաբաղում եւ Արևելյան Զանգեզուրում այնտեղ վերաբնակեցված նախկին հարկադիր վերաբնակներից բացի ընդհանուր առմամբ ապրում է ավելի քան 40,000 մարդ, ովքեր աշխատում են նախագծերի իրականացման վրա, ինչպես նաև կատարում են ծառայողական պարտականություններ առանձին պետական մարմինների տեղական ստորաբաժանումներում, աշխատում են առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում, որոնք վերսկսել են իրենց գործունեությունը։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակ Բաքվում եւ Աբշոնը թերակղզում սպասում է փոփոխական անպամատություն, հիմնականում առանց թողումների եղանակ քամին հյուսիս-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 12-14, իսկ ցերեկը 14-17 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում սպասում է անձրևոտ, որոշ վայրերում ամպրոպային եղանակ, առանձին վայրերում հնարավոր է ուժեղ անձրևներ։ Բարձր լեռնային գոտիներում ձնախառն անձրև, որոշ վայրերում առախող կլինի, առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ ուժեղանա արևմտյան չափավոր քամին։ Օդի ջերմաստիճանը գիշերը կազմի 10-14, ցերեկը 15-20 աստիճան, լեռներում 5-7, իսկ ցերեկը 7-9 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդիում սպասում է 3-14, Աղդամում, Ֆիզուլիում 8-15, Ջեբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 7-13, իսկ Լաչին Մերկել բաժարում 4-16 աստիճան տաքություն։ 102.7 FM